Ամեն անգամ ինչ-որ բան ստիպում է հուշերով հետ գնալ Արցախյան առաջին պատերազմի օրերը։ Հերոսական պատերազմ 1992 թվականն էր։ Ավոն դեռ նոր էր ստանձնել Մարտունու չափազանց կարևոր եւ դժվարին ուղղության ինքնապաշտպանությունը։ Ես նոր էի հայտնվել նրա շրջապատում։ Չկար վստահություն, չկար հարգանք, չկար շփում։ Երեխա էի, կենցաղային աշխատանք կատարող երեխա։ Ջուր բերել, կրակ վառել, թեթև իրեր տեղափոխել։ Իրիկվա կողմ կրակ էի վառել, կաթսայով կուրկուտ էի եփում, զինվորները գիտեն դա ինչ է։ Մեկ էլ կապավորը ինչ-որ բան հայտնեց եւ բոլորը սկսեցին փսփսալ եւ շորերը ուղղել։ Խառնաշփոթ էր։ Տիկին Սուսաննային հարցի, ինչ է պատահել։ Ասաց դու քո գործին նայիր, քեզ չի վերաբերում։ Ավոն կարևոր գործով գալիս է մեր ղոլը։ Մի ժամից Ավոյի Վիլիսը երևաց։ Եկավ մի քանի հոգու հետ, մտան վրան։ Կես ժամից մեր հրամանատարը դուրս եկավ վրանից։ Գոռաց շարվեք։ Ես էլ վազեցի, շարք կանգնեցի։ Մոտեցավ շարքին, ասաց 3 հոգի կամավոր թող դուրս գան։ Վտանգավոր առաջադրանքի են գնալու։ Մի 10 հոգի դուրս եկան։ Ես էլ վազեցի, կանգնեցի նրանց կողքը։ Եկավ, բոլորին զննեց։ 3 հոգու ընտրեց եւ ասաց. «Էս 3-ը տարեք, մնացածը իրենց գործերով»։ Շուռ եկավ դեպի ինձ էլ, թե 2 հատ թեյ տուր ու գնաց։ Ահա որ վիրավորական էր։ Մտքիս մեջ ասացի. «Առհա քեզ թեյ» ու գնացի խռոված նստեցի ծառի տակ։ Սուսաննան մոտեցավ. «Այ խոխա, թեյը որ տանես, Ավոյին էլ կտեսնես»։ Չգիտեմ, կուտ էր տալիս, թե անկեղծ էր, բայց այդ մի նախադասությունը ճակատագրական եղավ։ Թեյը արագ պատրաստեցի, տարա վրան։ Նստած քարտեզ էին նայում։ Մտա, թեյը դրեցի։ Կարծես ոչ ոք ինձ չէր էլ նկատում։ Մի քիչ կանգնեցի։ Չէ, ախպեր, սրանք ինձ չեն էլ տեսնում, մարդատեղ չեն դնում։ Մեկ էլ բարձր գոռացի. «Ես էլ եմ գնալու, բոլորիցդ լավ եմ վազում, բոլորիցդ լավ եմ կրակում»։ Հրամանատարը գոռաց. «Այ խոխա, շատ է սերես առել, դուրս գնա»։ Կանգնած մնացի։ Մի րոպե երևի անցավ։ Տեսա, չէ, էլի շանտեղ չեն դնում։ Աչքերս լցված դուրս եկա։ Մի ժամից բոլորը դուրս եկան վրանից։ Ավոն գոռաց. «Արիլ»։ Երևի կյանքում այդքան արագ չէի վազել։ Զենքը ուսից հանեց, տվեց, ասաց կրակի։ Վերցրի։ Ձեռքերս դողում էին, բայց պրոֆեսիոնալի պես լիցքավորեցի։ Դարձա Ավոյին, ասացի ում կրակեմ։ Հիմա հոտ չեն ծիծաղում, հոտ չեն ծիծաղում։ Ձեռքը դրեց ուսիս, զենքը վերցրեց, դարձավ հրամանատարին, ասաց. «Թող տանեն հետները, ես տեր եմ»։ Կյանքիս ամենաերջանիկ բառերն էին այդ պահին։ Առաջադրանքը փայլուն ավարտ ունեցավ եւ չնախատեսված իրավիճակում իմ դերն այնքան մեծ եղավ, որ երբ հետ եկանք, տղերքը զեկուցեցին։ 2 օր անց Ավոյի Վիլիսը եկավ իմ հետևից։ Այս sense բան էր։ Գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։